Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր փետրվարի 25։ Եվ դուք պիտի Տիրոջ քահանաները կոչվեք։ Եսայի 61-րդ գլուխ 6-րդ խոսք։ Իսրայելին տրված այս բառացի խոստումը հոգևորապես պատկանում է հոգու համաձայն սերնդին, այսինքն բոլոր հավատացյալներին։ Եթե մենք ապրենք մեր արտոնություններին համապատասխան, ապա կապրենք Աստծո համար այնքան պարզ եւ հստակ, որ մարդիկ կտեսնեն, որ մենք ընտրված ենք սուրբ ծառայության համար եւ մեզ կկոչեն Տիրոջ քահանաներ։ Մենք կարող ենք աշխատել կամ ձեռնարկել որևէ գործունեություն ուրիշների նման, բայց միևնույն ժամանակ կարող ենք լինել բացառապես եւ ամբողջությամբ Աստծո ծառաներ։ Մեր միակ կոչումը կլինի Հիսուս Քրիստոսի միջոցով կենթանի Աստծուն մատուցել աղոթքի, գովաբանության, վկայության եւ ինքնազոհաբերության շարունակական կյանքով։ Քանի որ սա մեր միակ նպատակն է, մենք կարող ենք շեղող հոգսերը թողնել նրանց, ովքեր ավելի բարձր կոչում չունեն։ Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին, գրված է, եւ օտարականները պիտի կանգնեն եւ ձեր հոտերը հովվեն, եւ օտարների որդիքը ձեր երկրագործներն ու այգեգործները պիտի լինեն։ Նրանք կարող են զբաղվել քաղաքականությամբ, լուծել ֆինանսական խնդիրներ, քննարկել գիտությունը եւ կարգավորել քննադատների միջև ծագած վերջին վեճերը, բայց մենք պետք է նվիրվենք այն ծառայությանը, որը վայել է նրանց, ովքեր ինչպես Տեր Հիսուսը ձեռնադրվել են հավերժական քահանայության։ Այս պատվավոր խոստումը որպես սրբազան պարտականություն ընդունելով, եկեք սրբության հանդերձները հագնենք եւ ամեն օր Տիրոջը ծառայենք։